երբևիցե հարցրել եք կաթողիկոսին կամ որևիցե սրբազանին, այնուամենայնիվ երեխա ունի թե չունի։ Ես մի հարց եմ տալի, գնում եք, հարցնում եք, Աստծո եւ իրենց գործն է, ինչի խառնում։ Գնում եք, հարցնում եք, ձեզ կներեք, ներողություն եմ խնդրում, լապշա են կախում եւ ասում են, գիտեք ինչ, այդ հարցերն են, որոնք չեն տրվում եւ արդյոք ու սկսում են կոսմոսից խոսալ։ Հիմա ասենց լավերով, լրատվական դաշտի համարներով, խելացիներով, մի հատ խնդրում եմ ձեզ, կարող եք արդյոք այդ ինֆորմացիան բերել, ինձ պետք չի, ես գիտեմ որ ունի, եւ մեր հանրությանը ներկայացնել։ Բայց ով ասաց որ դա հիմա հանրության համար գերակահար է։ Լսեք, եթե գերակահար չի, ուրեմն դա կմնա եւ կմարի, բայց այդ հարցը չի մարելու։ Ընդհակառակը 2018 թվականից սկսած այդ խնդրեմը մշտապես եղել կարող խոսեմ հերիքանտատես։ Այդ խնդրեմը մշտապես եղել է ու մշտապես իշխանությունը 2018 թվականից սկսված փորձել է դրան չանդրադառնալ։ Բայց այն ամեն ինչ որ կատարվում է հիմա, ժողովուրդ առնվազն պետք է Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ունենա նոր կաթողիկոս, ինչ որ չափանիշներին համապատասխանող։ Բայց մեջից կընտրեն, ներողություն, քաղաքացիական պայմանագիր, լսին։ Դուք եք ասում եք հանձնախումբ են ձևավորում։ Պայմանագիր կուսակցության վարչությունում չի ընտրվելու այդ կաթողիկոսը։ Այդ կաթողիկոսի չափանիշների, նոր կաթողիկոսի չափանիշների մասին գրված է հենց իրանց կանոնակարգերում։ Հանձնախումբը ով է ձևավորում։ Իրենք չեն։ Դուք հասկանում եք, իրանք խնդրեմը կայանում է նրանում, որ իրանց ընկալումը եւ այդ ընկալումը, որ իրանք ներշնչել են ձեզ ու որոշ որ մեր քաղաքացիներին, որ եկեղեցին իրանց բանն է, դուքյանն է, որ եկեղեցում իրանք կարող են անել ինչ ուզում են,